Աշխարհային ֆուտբոլային համակարգի ղեկավարը որոշել է ֆուտբոլը վերածել կույր բիզնեսի, կարելի է այդպես մեկնաբանել։ Բան չէ, ահագին եկամուտներ ապահովեցին։ FIFA-ի պաշտոնական հայտարարությամբ եկամուտը կազմել է $15 միլիարդ։ Մենակ ինքը չէ, FIFA-ն եւ UEFA-ն իրենք ամենահարուստ կառույցներն են, ամենակոռումպացված կառույցներից են։ Աշխարհի ամենալավատեսներից մեկն եմ։ Ես իրականությունն եմ ասում։ Այդ քայլերը չանեմ, ինձ էլ վաղուց ջնջել եմ։ Ասել աշխարհի առաջնությունը դա մշակույթ է, դա բացառիկ իրադարձություն է, դա սպորտ չի, դա քաղաքականություն է, դա արվեստ է։ Արգենտինա, Բելգիա։ Ճիշտ եք։ Երբ որ Բելգիան հաղթեց 1-0 հաշվով չեմպիոնին Արգենտինային, այսպես։ Որտեղից եք հիշում։ Ով շատ փող ունի, նա կարողանում է ավելի լավ թիմ հավաքել, հատկապես ակումբները։ Դա նոնսենս է, դրա առաջարկածը։ Գիտեք ինչ, այդ մարդը արդեն ֆուտբոլի մասին չի մտածում։ Մեր տաղավարում կարելի ասել տոնական տրամադրություն է, որովհետև մեր տաղավարում է լեգենդար ֆուտբոլային մարզական մեկնաբան, մեր շատ սիրելի հարազատ բարեկամ, մեր ալիքի եւ հպարտորեն կարող եմ ասել իմ ամենահարազատ մարդկանցից մեկը, լեգենդար ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Պարոն Բաղդասարյան, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ եկել եք մեր տաղավար։ Ես շնորհակալ եմ, որ չեք մոռանում։ Երբեք չենք մոռանում։ Որտեղ ժամանակ ամեն ինչ ջնջում է, ես դրանում համոզվել եմ։ Ես կարծում եմ, որ մի քիչ ավելի լավատեսորեն հակադարձեմ ձեզ, որ աշխարհի ամենալավատեսներից մեկն եմ։ Ես իրականությունն եմ ասում։ Փառք Աստծո, ես անընդհատ ելույթներ եմ ունենում, անընդհատ, ասենք, հիշեցնում եմ ես գոյություն ունեմ։ Բայց եթե ես, ասենք, այդ քայլերը չանեմ, ինձ էլ վաղուց ջնջել եմ, որովհետև կան մարդիկ, որոնք նախանձությունից է, չգիտեմ, կան մարդիկ, որոնք կարող է չեն համակրում եւ այլ, նման բաներ շատ կան։ Դա կյանքի օրենքն է, ես շատ ստապ եմ մոտենում։ Դե եթե բոլոր ժամանակի եւ մեր իրականության բոլոր բացասական իրողություններով հանդերձ ձեր խոսքը այսօր հնչում է եթերից եւ ձեզ բարբերաբար հրավիրում են զանազան հեռուստատեսային ալիքներ եւ դուք կարողանում եք ձեր ծանրակշիռ եւ խորապես իմաստավորված խոսքը տեղ հասցնել, ուրեմն ամեն դեպքում այո, պիտի լինենք լավատես։ Բոլոր դեպքերում անոնք ջան, գիտեք, ես ինչ առավելություն ունեմ։ Իմ հեղինակությունը օգնում է, որ ես եթերում ճշմարտությունը ասեմ։ Ցավոք սրտի ես լավ գիտեմ, ես էլ եմ մեկնաբան եղել մանավանդ խորհրդային տարիներին, այդ ինչ որ արգելքներ են եղել, ինչ որ գաղափարներ են եղել։ Հիմա էլ ես լավ գիտեմ, որ մարդիկ իրենց աշխատատեղը պահելու համար, օրվա հացը աշխատելու համար ուզեն չուզեն պետք է, ասենք, կատարեն տիրոջ պատվերը։ Դա իսկ ես տեր չունեմ։ Եթե սովետի տարիներին տերեր կային, բայց ես հասա նրան, որ այդ տերերը չէին կարող իրենց կամք թելադրել։ Ես հասկացրեցի, որ ասինքն իրավունք ունեմ ես ազատ խոսեմ, չափը չանցնեմ, ինչ որ պահանջվում է, դա պահպանեմ, բայց ճշմարտությունը ասեմ։ Պարոն Բաղդասարյան, Աշխարհի առաջնության եզրափակիչը ավարտվեց։ Երևի թե հակիրճ մի քանի խոսքով ձեր տպավորությունները ճիշտ չի լինի ամբողջ եթերի ընթացքում խոսենք ինչ որ այլ թեմաներից, բայց խոսենք նաև արդեն ավարտված աշխարհի առաջնության մասին։ Ձեր մասնագիտական մեկնաբանությունը, խնդրեմ, ինչ տպավորություններ ստացաք։ Այն երջանիկ անձնավորությունն եմ Հայաստանից, որ ես բազմաթիվ աշխարհի բազմաթիվ առաջնությունների եմ ներկա գտնվել, առավել եւս 6 տարի էլ աշխատել եմ ֆուտբոլի ֆեդերացիայում, ամուլի ծառայությունն եմ ղեկավարել, որ FIFA-ի, UEFA-ի կողմից պաշտոնապես հավատարմագրվել եմ եւ այդ անցաթուղթը դա մեծ բաներ, արտոնություն էր ես, ասինքն որ խաղին ուզենայի գնայի առաջնության սկզբից միջև վերջը Հայաստանից որը մեկը չի եղել, ես դա ասել եմ, հիմա էլ ասում եմ, եղել են մարդիկ գնացել են, հատկապես Ռուսաստանում աշխարհի առաջնություն տեղի ունեցավ, շատերն են գնացել են, գնում են, շաբաթ մնում են, երկու շաբաթ մնում, հետ եմ մնում։ Ես ներկայ եմ եղել 82 թվականի Իսպանիա աշխարհի առաջնությունում, ներկայ եմ գտնվել 94 թվականի աշխարհի առաջնությունում, սկզբից միջև վերջը։
ներկայում գտնվել 98 թվականի Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, ներկայում գտնվել Եվրոպայի բազմաթիվ առաջնությունների, Անգլիայում 96 թիվ, օլիմպիական խաղեր, ուզում եմ ասել աշխարհի առաջնությունը դա մշակույթ է, դա բացառիկ իրադարձություն է, դա սպորտ չի, դա քաղաքականություն է, դա արվեստ է, դա ամեն ինչ է, երբ դու ներկա ես գտնվում ու որևէ արգելք չունես, կարող ես գնալ ցանկացած խաղը դիտել, կարող ես դուրս գալ, նորից գալ եւ այլն, դա ուրիշ է, դա ուրիշ հաճույք է ստանում։ Ես ասեմ, որ այդքան առաջնությունների ներկա եմ գտնվել, ինձ համար աշխարհի այս վերջին առաջնությունը, որը իհարկե հեռուստատեսությամբ եմ նայել, բայց քանի որ նաև թերթն եմ հրատարակում, ես պետք է միշտ կուրսի մեջ լինեմ ու իմանամ վերջին իրադարձությունները, նաև ասենք լրատվությունների միջոցով, ասենք այն ամենավերջին ինֆորմացիաներն է իմանում ու աշխարհի այս վերջին առաջնությունը առանձնահատուկ է իր մասշտաբով, իր եկամտաբերությամբ, մասնակիցների քանակով, 48 մասնակից։ Չեք ուզում ասել իր անարդարություններով։ Իր անարդարություններով, այո։ Հիմա ինչ ուզում է լինի, այդ անարդարությունը ճճացող, դա պատմության մեջ մտնելու է։ Ոնց որ լրագրողեք երևի գիտեք, ոնց որ 86 թվականին Մեքսիկայում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ Մարադոնան երբ ձեռքով էնել անգլիացիներին գոլ խփեց, որով Անգլիան եւ Արգենտինան պատմականորեն թշնամիներ են այդ կղզիների համար պատերազմ է եղել, 4 տարի հետո այդ խաղն է եղել, Մարադոնան ձեռքով գոլ է խփել, հետո էլ ասել է դա Աստծո ձեռքն է, Արգենտինան ընդունել է, ազգային հերոս է դարձել ու հետո ասել է կեսը եղել է բանը իմ ձեռքը, կեսը Աստծո գլուխն է եղել։ Ուզում եմ ասել, բայց դա էլ է մտել պատմության մեջ։ Մտել է, որովհետև այդ առաջնությունում, այդ գոլից 4 րոպե հետո Մարադոնան գլուխ գործոց է անարել, այդ խփած երկրորդ գոլը ես չեմ անում նայել եք այդ գոլը։ Իհարկե երկրորդ գոլը դաշտի կենտրոնում ստանում է գնդակը, շրջանցում է 5 հոգու խաղացողների, հետո 6-րդը դարպասապահն է շրջանցում, ասինքն Անգլիայի հավաքականի կազմի կեսից ավելին շրջանցում է ու վերջում գրավում է դարպաս։ Դե դա նաև ինչ-որ միտեղ քաղաքականապես արդարացվել, չէ՞։ Այն իմաստով, որ այդ Ֆոլկլենդյան Մալվինյան կղզիների անգլիական այդ ագրեսիան, այսպես նաև քաղաքական իմաստով դա նշնամանք է, որովհետև այդտեղ ես հետո ուսումնասիրեցի 655 մարդ էր զոհվել արգենտինացիներ։ Այո։ Իմիջիացիոնից արգենտինացիներն են առաջինը զորքի չեցրել այդ կղզիներում, որ սա մեր տարածքն է։ Այո։ Դե քանի որ Անգլիան գաղութատիր երկիր է, զորքեր ուղարկել, Անգլիան չես համեմատի Արգենտինայի հետ, Արգենտինան բոլոր դեպքերում այդ ռազմական հզորությունը ունի աղքատ երկիր է, անգլիացիները զորքերը բերեցին, մտցրեցին, 2 ամիս տևեց այդ պատերազմը, վերադարձրեցին այդ կղզիները իրենց վերահսկողության տակ, ու միջի հիմա դա այդպես է, բայց այդ թշնամանքը մնացել է։ Ու իրենց համար իրենք էլ են ասում, որ մենք անգլիացիներին տարած այդ հաղթանակը դա քառորդ եզրափակում է։ Դա ավելի թանկ էր, քան աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելը։ Եվ ինչքան ցավալի էր, որ Հայաստանի ազգային հավաքականը, չէ, այս էլ որերորդ անգամ չմասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչին, եւ մենք ունենք բավականին տխուր պատկեր։ Հիմա տեսեք, Արգենտինան շատերը չգիտեն, Արգենտինան իրեն սպառեց Անգլիայի հետ այս մանա աշխարհի առաջնության խաղում։ Այդտեղ հանդիպեցին կիսաեզրափակիչում էր, չէ՞, կիսաեզրափակիչում հանդիպեցին։ Իրենք արդեն իրենց էներգիան սպառել էին, ընդ որում տարվում էին, հետո իրենց կոտորելով վերջում 2 գոլ խփեցին, պատերազմ էր։ Այո, պատերազմ։ Արդեն լրիվ սպառել էին, որովհետև եթե վերցնենք հիմա խոսում են աշխարհի առաջնության լավագույն խաղացողով, ես նորից կասեմ Մեսսին է, որովհետև 39 տարեկանում մինչ այդ հանդիպումը 7 խաղում 8 գոլ է խփել, 4 գոլային փոխանցում է կատարել այդ տարիքում։ Հետո ինքն էր խաղը հիմնականում վարում, ինքն էր կազմակերպում, ինքը եւ դիսպեչեր էր եւ ամեն ինչ։ Արդեն սպառել էր։ Այդ խաղը որ տարան ոնց որ
իրենց նպատակին հասան ու արդեն չկարողացան կենտրոնանալ, չկարողացան դիմադրել Իսպանիայի հավաքականին, որը իրոք շատ լավ ֆուտբոլ էր խաղում։ Գերմանիայի հավաքականի հանդեպ իմ կարծիքով անարդարություն տեղի ունեցավ, անարդարություն եղավ, բայց հիմա Գերմանիայի հավաքականը այն հավաքականը չի։ Այն ժամանակ բացառիկ գերմանացիներ էին խաղում եւ իրենց համար մեծ հպարտություն էր ճիշտ է Եվրոպայի չեմպիոն դառնալը, երկրի չեմպիոն դառնալը։ Հիմա մի 90%-ով գերմանացիներ չեն, չէ՞։ Դու նայում ես հավաքականներին, նա ով ազգային օրներքը երգում է ու ամբողջ հոգով սրտով է երգում։ Այո։ Այդ հավաքականը պատրաստ է իր կյանքը տա, իր հոգին տա, որովհետև հավաքականում խաղալը դա ուրիշ իրադարձություն է։ Դու ազգ ես ներկայացնում ու այդ մթնոլորտն էլ որ ինքդ ընկնում է, ես որ ասում եմ դա առանձին է, այդ մթնոլորտը լրիվ ուրիշ է։ Ես ասում եմ բանում Իսպանիայի առաջնությունը որ եղավ 82 թվականին առաջին անգամ է գնացել առաջին խաղ Բարսելոնում էր։ Մենք գնացինք Բարսելոն ու այդտեղ այդ հյուրանոցը ուզում եք նույնիսկ առաջի խաղը ասեմ Արգենտինա-Բելգիա։ Ճիշտ եք։ Երբ որ Բելգիան հաղթեց 1-0 հաշվով չեմպիոնին Արգենտինային այսպես։ Որտե՞ց եք հիշում։ Ես մի քիչ ուսումնասիրել եմ, ձեր հետքերով եմ գնացել, պարոն։ Բաներ Մարադոնան դեռ նոր էր անուն հանել։ Այն ժամանակը Քեմփեսը դեռ կար, Մարիո Քեմփեսն էր, այո։ Հետաքրքիր է։ Եվ հաճելի է, երբ ասենք զրուցակիցս կամ վարողը երբ բան իմացե, էլի։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան։ Պարոն Բաղդասարյան, վերջերս YouTube-ում պատահաբար այսպես զուգադիպեց ձեզ հրավիրելը, թերթում է YouTube-ը, այսպես ասած, եւ անմիջապես YouTube-ը բերեց այն մի փոքրիկ հատվածը, երբ որ դուք որպես լեգենդար ֆուտբոլային հաղորդավար պատիվն էիք ունենում հաղորդել Դինամո Կիև Արարատ այդ պատմական գավաթային եզրափակիչ խաղը, որտեղ հիանալի կերպով այսպես հաղորդեցիք մեր թիմի խփած ազդարարեցիք մեր թիմի խփած երկու գոլերը, երկու հաղթական իշտոյանական գոլերը, որոնք Արարատին բերեցին մեծագույն հաղթանակ, այսպես երկակի հաղթանակ, այդ տարի Համարարատը դարձավ ֆուտբոլի սովետական միության առաջնության չեմպիոն, համ գավաթակիր, եւ դա իհարկե ձեր պատմական առաքելությունն էր։ Պարոն Բաղդասարյան, եթե դեմ չեք այս դրական ֆոնի վրա, դիտենք այդ պատմական հանդիպման հատվածները, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Դեմ չեք։ Ինձ համար էլ հաճելի է, որովհետեւ ինչ ուզում լինի, երբ ես լսում եմ այդ ռեպորտաժը, տեղափոխվում եմ այն ժամանակները, փշաքաղվում եմ։ Հիմա դիտենք այդ կադրերը։ Դինամոյանները խաղը շահում են 1-0 հաշվով։ 61-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով գոլը խփեց թիմի ավագ Կոլոտովը։ Կավալենկո երկար փոխանցում առաջ, Ուգանային հրապարակում է լավ հնարավորություն է ստեղծել։ Արվատի դիտարկված գոլ։ Արարատիներին վերջին պահին հաջողվում է հավասարեցնել խաղի հաշիվը։ Պայքարը շարունակվում է։ Խաղի հիմնական ժամանակի ավարտին մնացել է ընդամենը 1 րոպե եւ հաշիվը հավասարեցնում է Լևոն Իշտոյանը։ 1-1։ Աբրամյանի հարվածով գնդակը տեղափոխվել է Դինամոյի կիսադաշտը։ Անդրեասյան լավ փոխանցում էր Ղազարյան, սա արդեն հիանալի է Իշտոյան, նա Տուգանային հրապարակում է հարվածը դիտարկված գոլ։ Իշտոյանի հարվածից հետո երկրորդ անգամ գնդակը հայտնվում է Դինամոյի դարպասում։ Իշտոյանը ստանալով գնդակը Տուգանային հրապարակի կենտրոնական մասում ընթացքից Զախ ոտքով գնդակը ուղարկում է Դինամոյի դարպասից ներս։ Դինամոյի դարպասապահ Սամախինը 1 րոպեից ավելի է ինչ չի բարձրանում գետնից։ Հաշիվն է 2-1, առջևում են Արարատի ֆուտբոլիստները։ Դժվար է ասել, թե ինչով կավարտվի խաղը, բայց բոլոր դեպքերում կարելի է վստահորեն ասել, որ խաղի հերոսն է Լևոն Իշտոյանը։ Եվ այստեղ հետևում է միջազգային կարգի մրցավար Պավել Կազակովի Սուլոսի ձայնը, Երևանի Արարատը առաջին անգամ հայրենական ֆուտբոլի պատմության մեջ նվաճում է յուրեղապակյա գավաթը։ Իսկ ովքեր են, որ անմահացրին իրենց անունները մեր հայրենական ֆուտբոլի տարեգրությունում եւ միևնույն ժամանակ մտան հայկական ֆուտբոլի անթոլոգիա։ Ահա նրանք՝ դարպասապահ Ալյոշա Աբրամյան, Սանասար Գևորգյան, Արմեն Սարգսյան, Ալեքսանդր Կավալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Բանդարենկո, Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարկարով, Հովանես Զանազանյան, Նազար Պետրոսյան, Սերգեյ Պողոսյան, Նիկոլայ Ղազարյան։
Այս ճիշտ ասած այս կադրերը դիտելիս այսպիսի հպարտության ու հարճվանքի զգացումով համակվեցի։ Պարոն Բաղդասարյան, այստեղ գալուց դուք մի տեսակ ոչ թե հոռետեսորեն, այլ ուղղակի ցավով ասեցիք, որ մենք երևի թե այլևս այդպիսի ֆուտբոլային թիմ, այդպիսի հայկական ֆուտբոլն այլևս չենք ունենա։ Ես մի քիչ այսպես ցավ ապրեցի այդ խոսքերի վրա, բայց այսօրվա իրականությունը ես կարող եմ բազմաթիվ պատճառներ բերել։ Այո։ Նախ որ հիմա ֆուտբոլը բիզնես է, այո, ով շատ փող ունի, նա կարողանում է ավելի լավ թիմ հավաքել, հատկապես ակումբները, մարդիկ գալիս է, միլիոններ ունեն, լավագույն խաղացողներին հավաքում են, շատ ուժեղ թիմ են սարքում ու նաև ես ասեմ, այս ակումբները ոնց են փող աշխատում, կամ մարդիկ, որ տեսնում են ֆուտբոլը այդպես եկամուտ բերող բան է, գնում են, ասենք, տարբեր երկրներում, թեկուզ փոքր երկրներում, որոնք իրավունք ունեն մասնակցելու Եվրոակումբային մրցաշարերին, գումարներ են ներդնում, հետո իրենք թիմ են ստեղծում, դուրս են գալիս Չեմպիոնների լիգա, ինչ որ էտապներ են ասնում, կամ Եվրալիգա, կամ կոնֆերենցիաների լիգա, հսկայական գումարներ են, հսկայական գումարներ։ Ջաննի Ինֆանտինո, ճանաչում եք այդպիսի մի երևույթի։ Իհարկե ճանաչում եմ, Շատ լավ, չէ՞ ճանաչում։ Այս վերջին այս նորամուծության մասին, այսպես ասած, ուզում եմ մի երկու խոսք ասեք։ Դա նոնսենս է, դրա առաջարկած է, գիտեք ինչ, այդ մարդը արդեն ֆուտբոլի մասին չի մտածում։ Այո։ Դա քանի որ աշխարհի այս առաջնությունը լավ ստացվեց, Այո։ ահագին եկամուտներ ապահովեցին, FIFA-ի պաշտոնական հայտարարությամբ եկամուտը կազմել է 15 միլիարդ դոլար։ Դա ռեկորդային, կրկնակի ռեկորդեր եւ այլ եւ այլ։ Այսինքն հետո մտածեցին, որ ուրեմն կարելի է եւ մասնակիցների թիվը ավելացնել, արդեն Ինֆանտինոն պաշտոնապես հանդես եկավ հայտարարությամբ, որ հաջորդ առաջնությունը մասնակիցների թիվը պետք է անցկացնենք 64-ի հասցնել։ Ասեն FIFA-ի ղեկավարը, համաշխարհային ֆուտբոլային համակարգի ղեկավարը որոշել է ֆուտբոլը վերածել կույր բիզնեսի, կարելի է այդպես մեկնաբանել։ Մենակ ինքը չէ, FIFA-ն եւ UEFA-ն իրենք ամենահարուստ կառույցներն են ու նաեւ այն ասեմ, ամենակոռումպացված կառույցներից են եւ այն ասեմ, որ շահագրգռում են այդ ազգային ֆեդերացիաներին, որովհետեւ նրանք են իրենց ընտրում։ Կապ չունի, դու մեծ երկիր ես, փոքր երկիր ես, Հայաստան թե Ֆրանսիա, Ֆրանսիան էլ մի ձայն ունի, Հայաստանն էլ մի ձայն ունի, հասկանում եք։ Հիմա այս սրա հետ կապված ես հասկացա, որ նաև այստեղ կաշառակերություն էր։ Անմիջապես UEFA-ն հանդես է եկել, որ դեմ է, անմիջապես UEFA-ն կարողացել է կազմակերպել Չեֆերինը, որ UEFA-ի անդամ 55 երկրները դեմ հանդես գան, որովհետև կախված են, գումարներ են տալիս այդ ազգային ֆեդերացիաներին, դրանով են ապրում, ֆուտբոլը զարգացնելու, ներդրում կատարելու, եթե դա չլինի, ինչ պետք է անեն, ֆուտբոլ չի լինի։ Այդ ազգային ֆեդերացիաներին օգնում են նաև այն պատճառով, որ կարողանան շահագրգռել, որ ձայները իրենց տան, կարողանան երկար կարճած լինել աթոռներից։ Ասեմ, ինչպիսի կաշառատվության ձև էր։ Ինֆանտինոն, որ տեսել է UEFA-ն համատարած 55 անդամները, նույն թվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ են այդ գաղափարին, որ ինչ որ կողմնակի ներդրող գա, նեյտրալ, որ աշխարհի առաջնությունը բանը ինքը անցկացնի եւ այլ։ Այսինքն իրոք խայտարակություն է ու մասնակիցների թիվն էլ ավելացնեն, ավելի շատ գումարներ աշխատեն։ Պատկերացնում եք, ես իմացել եմ, որ այդ քայլին գնալու համար Ինֆանտինոն հիմա առանձին ոչինչ չի կարող անել։ Խորհրդակցել է Տրամպի մոտակա շրջապատի մարդկանց հետ, չասեմ, անմիջապես Տրամպի։ Այդ ճիշտ է կներեք, որ Տրամպն էլ ասել է, որ հայ մենք պատրաստ ենք ընդունել հաջորդ աշխարհի առաջնությունը, բայց միայն Ամերիկայում, միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Փողեր են, որ վերցնես, քանի խաղ են անցկացրել, ասենք Կանադայում, վրա։ Բոլորը այդ ստադիոններն են, Ինֆանտինոն որպեսզի համոզի UEFA-ի այդ անդամ 55 երկրների ֆեդերացիաների նախագահներին ուրեմն ինքը ասել է, որ ես
զարգացման ծրագրի համար դե չեն ասի կաշառք կտամ։ Ամեն ֆեդերացիայի 35 միլիոն եվրո փող կտամ։ Պատկերացնում եք ինչեր է։ Ուրիշները չեն իմանում դա ինչ է նշանակում։ Դա իմ հասկացությամբ կաշառք է, որ այդքանը տամ, որ UEFA-ի անդամ այդ 55 երկրների ֆեդերացիաների նախագահները նաղդի 35 միլիոն եվրոյի Որին ձայն տան։ փող, որ իրենք համաձայնվեն, չէ, ձայնը չի։ Հա, այն էս Որ իրենք բարեփոխման այսպես ասած։ Համաձայնվեն, որովհետև Ինֆանտինոն նաև հանդես էր եկել, ասում էր այդ ներդրողը միանգամից 4 միլիոն 200,000 ինչ եմ ասում 4 միլիարդ 200 միլիոն բան ալնելու միանգամից ասենք եկամուտ ալնելու հասկանում եք հիմա դա ինչով է վատ օրինակ ես իմ կողմից ասեմ ու նրանք ովքեր ֆուտբոլի հետ կապված են եթե պետք է մեջտեղ կա աշխարհի առաջնություն կազմակերպի ինչ որ մասնավոր ազնվորություն ներդրումներ կատարի ինքը շահագրգռված անձ է լինելու ինքը միջամտելու է նաև մրցավարությանը ինքը կարող է պատահի պայմանավորվի ինչ որ թիմերի հետ պայմանավորված խաղեր լինեն ու հազար ու մի բան եթե մարդը փող է ներդնում իր կամքը պետք է թելադրի ես այդպես եմ հասկանում հիմա վերցնենք Հայաստանի մեր թիմերը չէ ֆուտբոլային թիմերը մարդիկ կան որոնք դրսից են հիմնականում դրսի հովանավորներ են եթե իրեն գալիս են գումար են ներդնում թիմ են ստեղծում ու ձգտում են ինչ որ նպատակի հասնել նաև ինչ որտեղ իրենց կամքը պետք է թելադրեն ուր մնաց արդարությունը արդեն Տրամպը իր քայլը արեց չէ այդ մարդիկ որ իմացան այդ բանը Ամերիկայի այդ ֆուտբոլիստի կարմիրը չեղարկեցին դուք պատկերացնում եք մասնավորը որը գումարներ է ներդնում կարող է նույն քայլը անել ենթադրենք ինչ որ բան է եղել ինչ որ ֆուտբոլասերները դժգոհ են բան ասի որ դա մի հաշվեք կարմիրը մի հաշվեք կամ չգիտեմ խաղի էս ինչ հաշվում մի հաշվեք եւ այլ մասնավորը ինչ գործ ունի FIFA-ն UEFA-ն իրենց կանոնադրությունը ունեն պետք է արդարություն լինի որևէ մեկը կանոնադրությունը չպետք է խախտի ընդ որում Ինֆանտինոն ինչ էր ուզում անել այդ լրիվ չէր տալիս FIFA-ին կից ուզում էր ինչ որ կառույց ստեղծել որին տա ասենք աշխարհի առաջնության կազմակերպան ասենք ներդրումային կազմակերպություն է լինում որը ասենք աշխարհի առաջնությունը կազմակերպում է բայց եթե ինքը ներդրել է պետք է նաև եկամուտ չստանա հիմա կարող է ազգային ֆեդերացիայի նախագահը դելա բալի հիմա Ինֆանտինոն ինձ 35 միլիոն եվրոյի գումար է տալիս ավելի լավ է ես իմ ձայնը տամ նրա օգնի միամիտ մարդիկ կարող են այդպես մտածել որովհետև հիմա կյանքը այնպես է փոխվել կներեք փողեր են այդ անտեր փողերը բոլորին ստիպում են բանը կաշառակերություն լինի կաշառատվություն լինի փող աշխատելու միլիարդներ աշխատելու հնարավորություն լինի դրա համար էսպես է դարձել Համաշխարհային ֆուտբոլի այս տխուր զարգացումների մասին ձեր մեկնաբանություններից գանք մեր հայաստանյան ֆուտբոլային իրականություն թող բան չի պեսիմիստական բանով չհնչել աշխարհի առաջնությունը շատ լավ ստացվել է այդ անարդարություններ անազնվություններ ինչ որտեղ պատկերացրեք այդ որ թիմերի մասնակիցների թիմերն էլ ավելացրել են արդարացվել է դուք պատկերացնում եք ես ապշել եմ ասենք այդ փոքր երկրները հավասար պայքար էին մղում ասենք Կաբո Վերդեն միակ թիմն էր որ Իսպանիան չկարողացավ գոլ խփել առաջին Կաբո Վերդեն Եգիպտոսը չէ Եգիպտոսը միակ թիմն էր խմբային մրցաշարում պարտություն չկրեց դուրս եկավ 1-16 եզրափակիչ ասինքն շատ բան պայքար եղավ հետո ես որ հետաքրքրվեցի ուսումնասիրեցի այդ փոքր երկրները այդուհանդերձ եվրոպական են զարգացած երկրների գաղութ են եղել գաղութն էլ այնպես է եթե դու գաղութատեր ես գաղութում մեծացած են բան այդուհանդերձ ձգտում են գնալ այդ գաղութատեր երկիրը հասկանում եք ես նույնիսկ սովետը վերցնեմ շատերը ձգտում էին գնալ Մոսկվա չէ հիմա էլ է այդպես իսկ այդ երկրները Պորտուգալիա Նիդերլանդները Իսպանիա Իտալիա ասենք գաղութատեր են եղել ես ինչքան գնացել եմ այդ երկրները
Մարոկոյից, տարբեր երկրներից, Թունիս, Ալժիր, օրինակ Ֆրանսիայում մի 30 անգամ եղել եմ։ Լծված են արաբները, հասկանում ես, իրենց երկրում ինչ մնան։ Ու իրենց երեխաներն էլ գնում են ակադեմիաներում սովորում են, ապրում են, ծնվում են Ֆրանսիայում, ծնվում են Պորտուգալիայում, իրենց երեխաներն էլ գնում են ակադեմիաներ, եւ ես չգիտեի, որ Մարոկոն այդքան ուժեղ է խաղում, չնայած ասել եմ ուրիշների մոտ հաղորդումների ժամանակ, փաստորեն Մարոկոյի ֆեդերացիան, թագավորական ֆեդերացիա կոչում, թագավորն է ֆինանսավորում։ Տաղանդավոր երեխաների ֆինանսավորումը Մարոկոյի ֆեդերացիան, թագավորն է տալիս, որ այդպիսի տաղանդավոր երեխաները, ասենք, զարգանան, լավ մակարդակ ձեռք բերեն, մեկը վերջում խաղալու են Մարոկոյի դրոշն եմ անանելու։ Եթե չէ ես զարմանում եմ, Մարոկոն ինչպես կարող է այդպիսի ֆուտբոլ ունենալ։ Ուզում եմ դարձյալ շոշափենք Արարատ 73-ի հարցը եւ համեմատականի մեջ դնենք մեր այսօրվա հայկական ֆուտբոլային մեղմ ասած ոչ ուրախալի իրականության մեջ։ Չկա, որ ես համեմատականի մեջ դնեմ։ Զարմանալի պատահականությամբ այդ սերունդը հավաքվեց ու չգիտեմ ինչու նաև իմ ժամանակ դա եղավ, հասկանում եք։ Հիմա ես կարող եմ ասել այն ժամանակ ֆուտբոլային աստված հայ է եղել։ Ես հենց սկսեցի հաղորդել ու չկրկնվեմ էլի, Արարատը թռավ 71-ին Արցախ, հետո տարբեր տիտղոսներ եւ այլն։ Ու այդ տարիներին Արարատը իրոք գերազանցում էր։ Եթե Բավարիայա հաղթել, պատկերացրեք ինչ թիմ էր։ Հետո 74 թվականից ես ասել եմ ու էլի կասեմ։ Ինչու քանդվեց հայկական ֆուտբոլը։ Մեր դժբախտությունը ասել եմ, մեր մտածելակերպն է։ Քանդվեց, որովհետև որ չեմպիոն դարձավ Արարատը։ Այո։ Ու արդեն չկամեցողներ, արդեն թշնամիներ շատ մեջտեղ եկան։ Սկսեցին Արարատի դեմ գործելը։ Անուններ չեմ ուզում տալ։ Դրանցից շատերը չկան։ Այն աստիճանի էր, որ ասենք մրցավարի էին կաշառում, որ ապացուցեն, որ ինքը չկա, հիմա տեսեք Արարատն էլ չկա։ Բայց Արարատը կարող էր մի 7, 8, 10 տարի էլի այդպես մաներ նվաճել ու դա ժառանգական կարող էր շարունակվել, բայց ցավոք չշարունակվեց, հենց 74 թվականից սկսված գնաց հայկական ֆուտբոլի կործանումը։ Ինչ որտեղ մեր հայկական մտածելակերպը իրավունք չի տալիս, որ մարդը եթե չկա իրենից հետո ես սվատը խոսեմ, ասեմ, չգիտեմ, մի կողմից դա պետք է պատմությանը հասնի, անցնի նոր սերունդներին, եթե ես համոզվեմ, որ դրանից հետևությունները անելու մեր ժողովուրդը, ուրիշ բան է, բայց ես խիստ կասկածում եմ, ցավոք սրտի։ Այսինքն ասել ճշմարտությունը։ Համարձակության խնդիր չկա, ես նորից եմ ասում, ասեցի 74 թվականից սկսած մարդիկ կային, որոնք ասենք ֆուտբոլում են եղել, սկսել են պայքարել Արարատի դեմ։ Դրանից են կողմ ինչ ասեմ, անուն ասել եմ, գրել եմ, ես չեմ ուզում էլի նորից կրկնվել։ Այդ մարդկանց բարեկամներ, հարազատներ ունեն եւ այլն։ Մեր մտածելակերպը պետք է փոխ։ Այսինքն չի փոխվում, ուզում եք ասել նաև այսօր էլ նույն իրավիճակի մեջ ունենանք։ Այսօր էլ է նույն իրավիճակը, մեր հայկական ֆուտբոլային խոհանոցում այսօր էլ է նույն իրավիճակը, դրա համար մենք չունենք շատ հզոր ֆուտբոլային հավաքական, որ Մարոկոյի պես կարող է խաղալ աշխարհի առաջնության եզրափակչում, իսկ ինչու ոչ։ Պատկերացնում եք Մարոկոյի հավաքականում բում մարոկացի, որ ապրում է, ընդեղածնվել, չի խաղում։ Մարոկացիա Պորտուգալիայա ծնվել, Մարոկացիա Ֆրանսիայում ծնվել եւ այլն։ Ու բոլորն էլ իրենց հայրենիքը սիրում են։ Ես հիշում եմ Արարատ 73-ը, տղաները ինչքան ուրախ էին ու շատ քիչ էին վարձատրվում։ Բայց այն խանդավառությունը Արարատը որ չեմպիոն դարձավ, ավելի ճիշտ գավաթը որ նվաճեց, եկանք օդանավակայանում իջանք, դե սկզբից Դոնեցկ թիմը գնաց բան, հետո որ եկավ պատկերացրեք Զվարթնոց օդանավակայանից միջև բանը Երևանի հրապարակ սեղաններ էին բացել ու այն ավակ սերնդի երկրպագուները լավ են հիշում։ Դա ազգային խանդավառություն էր։ Մենակ այդ չէր, ես հիշում եմ Տիգրան Պետրոսյանը, որ Բաթմինիկին հաղթեց, դա ազգային հպարտություններ ապրում։ Հետո բացի այդ ֆուտբոլը հիմա փոխվել է, այն իմաստով ես պատմեցի, որ
ֆուտբոլում եթե միլիարդներ են պատտվում, չնայած այն ժամանակ էլ FIFA-ում ու UEFA-ում էլի այդ գումարները եղել են, բայց հիմա մատչելի են դարձել, արդեն մասնավորները պատրաստ են ներդրումներ կատարեն ու նաև իրենց կամքը թելադրեն։ Լավատեսություն տեսնում եք, թե չէ, Ակումբայինը մասնավորապես լրիվ Նոայի ուրիշ է։ Արարատ Արմենիայի Դե ես ասեցի, Ակումբայինը հիմա տեսեք դրսից մարդիկ են գալիս, ճիշտ է, դրանց հետևից էլ են ընկնում, քանի հոգի դրսից հովանավորներ եղան, օրինակ Արթուր Սողոմանյանը, Տիգրան Հակոբյանը, հետևից ընկան, հենց տեսան դրանցից վտանգ ասպառնում, արդեն հեղինակություն ունեին, թիմերը հաջող էին հանդես գալիս բան, այնպես արեցի մեր ֆուտբոլից քշեցին պարզապես բառից բուն իմաստով։ Ու ես քանի անգամ ասել եմ, ելեք ասեմ, Տիգրան Հակոբյանը ստիպված գնաց Վրաստանում ակումբ բացեց։ Մեր սուր եթերներից ես այդ ունեցած հետևանքով չէր, որ կարծես թե ֆեդերացիայում ինչ-որ մեր ֆուտբոլի հայկական ֆեդերացիայում ինչ-որ տեղափոխություններ, տեղաշարժեր են նկատվում, ինչ կարծիքի եք, կփոխվի ինչ-որ բան Ես դեպի լավը։ չգիտեմ, չեմ կարծում, թե ասենք այդ բաները ես ասել եմ մի քանի անգամ Դե, ու գուցե նպաստել եք։ հետևություն են արել։ Հետևություն անեին 9 տարի չէին մնա։ Իսկ 9 տարվա լրիվ խորտակել են, կործանել են։ Հիմա էլ կուրծք են ծեծում, թե 2029 թվին ասենք առաջին անգամ, եթե թմկահարում են, առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է մինչև 20 տարեկանների աշխարհի Երբ որ առաջնությունը։ 1985 թվականին Այո, մենք ես խոսել եմ ենք, չէ՞ արել դրա այդ համար, ռեպորտաժները։ Երևանում խմբային Ուսումնասիրել եմ։ մրցաշար է անցկացվել, 1/4 անցկացվել, 1/8 անցկացվել, Վրաստանում անցկացվել է, Արմավիրում 10,000-անոց մարզադաշտ են կառուցել, այնտեղ է անցկացվել, Արարատը մրցաշրջանի առաջին հանդիպումները Արմավիրում էր անցկացնում, նախկին հոկտեմբերյանի հոբելյանական մարզադաշտում 10,000 նստատեղ ուներ, քիչ չէր։ Այո։ Գավաթի հանդիպումները ես հիշում եմ անցկացում էր մանում հոկտեմբերյանում։ Ասենք ֆուտբոլը զարգացնելու լավագույն ձևը դա է։ Հիմա ենթակառուցվածքները չկա, եղածներ շարքից անել են, ինչ սովետին եղել է, հիմա չկա։ Նոր ենթակառուցվածքներ չեն կառուցում, իսկ մանկապատանեկան ֆուտբոլի վիճակը չկա, լավ չի։ Նրանք առաջի օրվանից խոսում էին ազգային մարզադաշտի մասին, ինչ ազգային մարզադաշտ։ Որն այդպես էլ չկառուցվեց, չէ՞, որքան։ Չկառուցվեց։ Իրենք չեն էլ կարող կառուցել, ո՞վ պետք է կառուցի։ Գուցե Հրազդանը վերակառուցեն, դարձնեն ազգային մարզադաշտ։ Կառավարությունը կառուցի, օգնի որ կառուցի։ Ես էլ չգիտեմ, դա էլ հսկայական գումարներ են կարողանան այդքան։ Կամ գուցե այստեղ ձեզ հետ միասին ես այս եթերից առաջարկենք պատկան մարմիններին, եթե իհարկե կանեն Հրազդան մարզադաշտը մեր լեգենդար վերակառուցեն, որ արդեն մոլախոտեր են բուսնում։ Հրազդան մարզադաշտը ավելի շատ գումար կծախսեն քանդելու համար, քան թե կառուցել նորը։ Ես այդ մասին խոսել եմ ու ասել եմ, Հրազդան մարզադաշտը առաջին հերթին են յարուսները պետք է ջնջել։ Վթարային վիճակում է ու շատ վտանգավոր է։ Մի հատ էլ երկրաշարժ եղավ, այդ յարուսները 0-ի վրա են նստել։ Այն ժամանակ լավ չկառուցեցին, հա, երևի այդ յարուսները։ Շատ լավ են կառուցել։ Հա, բայց հիմա արդեն դե տարիներ են 9 ամսով են կառուցել։ Դե յարուսները մարդիկ գալիս էին, այդքան երկրպագունները ասես դղրդում էին, պարում էին, երկրաշարժեր դիմացել է այդքան տարիներին, բայց ամեն մի շինություն ժամանակ ունի, ժամկետ ունի, այդքան երկար չեն կարող մնալ, ու ինքը Հրազդան մարզադաշտը ամբողջովին քանդման ենթակա է, վթարային վիճակում։ Ես տեսնում եմ ոչինչ չեն անում ու 29-ն էլ գալու է էլի ոչինչ չեն անում։ Մենք օրինակ հանրապետության մասշտաբով ենթակառուցվածքներ չունենք, առանց ենթակառուցվածքի ոնց զարգացնեք ֆուտբոլը, կարող եք ասել։ Եթե մի քանի վերջում մեր եթերի վերջում ֆուտբոլը լրիվ ուրիշ է, դուք ասեցիք մի երկու խոսք ասեմ, չմոռանամ։ Այո, այո։ Ակումբային ֆուտբոլը այս ընթացքում ռեկորդ են սահմանել։ Ես չեմ հիշում եղել է դեպք, որ ես թվում է չի եղել, որ 4 թիմեր Հայաստանից դուրս են գալիս Եվրոակումբային ասպարեզ եւ 4-ն էլ անցել են երկրորդ փուլ, ճիշտ է, Նոան երկրորդ փուլից է մասնակցել, 3-ը անցել է, Նոան էլ միացել է 4 ակումբ փաստորեն հանդես էին գալիս երկրորդ փուլում ու մեծ ողջավորություն էր։ Ու նաև վաղուց կարծեմ մեկ էլ Փյունիկն է, որ Չեմպիոնների լիգայում կարողացել է 2 փուլ անցնել։ Դա մեծ հերոսություն է, չեք պատկերացնում, այդ Չեմպիոնների լիգան այնպիսի գումարներ են հիմա պատտվում,
որ բոլորն էլ ամենաշարքային եվրոպական այդ փոքր երկրները հզոր թիմերն են հանում։ Այն գաճաճ երկրներն էլ հանում են, որ Սան Մարինոն է հաղթում ու մենք պարտվում ենք, զարմանալու ոչինչ չկա։ Տեսնեք, նույնիսկ այս գորշ ֆոնի վրա էլ ինչ-որ լավ բաներ կան, էլի, չէ՞։ Խաղացողներ են բերում շատ ուժեղ ու մարդիկ այդպես հաղթում են։ Ու հիմա մեր բանը Արարատ Արմենիան կարողացել է հաղթահարել։ Ճիշտ է, ինչ որտեղ բախտը բերեց, այո, երկու խաղում պարզապես գնդակների տարբերությամբ անցավ, բայց Չեմպիոնների լիգայում երկու փուլ անցնելը դա մեզ նման երկրի համար սա մեծ հերոսություն է։ Ու ընդ որում էլ ասեմ, որ կարծեմ մեկ էլ Փյունիկն է երկու փուլ անցել Չեմպիոնների լիգայում։ Դա արդեն հսկայական գումարներ է ապահովում։ Հսկայական։ Մենակ ինչպես եղավ, որ այս վատ, այսպես ասած, ֆուտբոլային համակարգում, որի մասին մենք շատ ենք խոսել, ամեն դեպքում տեսակ որոշակի նույն բանն եմ ասում։ Ակումբայինի մասին ես խոսում եմ, չէ՞։ Հա։ Մարդիկ գալիս են, մասնավոր մարդիկ են։ Ես օրինակ բերեցի այդ մասնավորը, որ եկավ, ինքը փող է ծախսում։ Հա։ Ինքը դրսից լիքը խաղացողներ է բերում։ Բայց դա չի նշանակում, որ Դա նշանակում է այն, որ մերոնք մրցակցությանը չեն դիմանում։ Մեր հավաքականի խաղացողները նույնիսկ չեն կարողանում ամրապնդվել, ասենք չնայած Արարատ Արմենիան էլի ավելի շատ խաղացողներ ունի հավաքականի տղաներ, որ ասենք մեկնարկային կազմում խաղում են, բայց այնպես չի, որ մեկնարկային կազմը ամբողջովին տեղի տղաներ են։ Եթե 4 հոգի մեկնարկայինում կան, դա մեծ հաջողություն է, 5 հոգի կան։ Մյուս թիմերը, օրինակ Ուրարտու բանը Նոայում, ես ինչքան գիտեմ, շատ դժվար է, որովհետև Նոան դրսից բարձրակարգ ավելի շատ բյուջե ունի, բարձրակարգ ֆուտբոլիստներ է բերում ու մեր տեղի տղաները չեն կարող մրցակցել։ Մարզիչներն էլ դրսի մարզիչներ են, իրենց առջև խնդիր է դրված, իրենք չեն ուզենա այն ֆուտբոլիստը գոնե առաջնությունում լիմիտ կա, դրա շնորհիվ ասենք 3 հոգի խաղում են, բայց միջազգային ասպարեզում այդ լիմիտը չկա։ Միջազգային ասպարեզում, ասենք նոա խաղումա կարող է հայ մի հոգի ֆուտբոլիստ լինի, ոչ ավելին։ Մնացածները Պորտուգալիայից էին, այն օրը ես գրեցի Ֆուտբոլ Պլյուսում 5 պորտուգալացի են, 4-ը մեկնակային կազմում, մեկը փոխարինման դուրս եկավ, մյուսն էլ գլխավոր մարզիչներ, 6-րդ պորտուգալացին, մնում էր նաև դուրս կար, մնում էր Ռոնալդուին էլ կանչեինք որպես սրբապատկեր, երկրպագուների հարցն էլ կլուծեինք ու ամեն ինչ իր տեղը կընկներ։ Զարգացնեինք ակումբային ֆուտբոլը։ Ակումբային ֆուտբոլը իր խնդիրները ունի, հասկանում եք։ Հա, դրանք դրվագային են, համարելով որ դրվագ չի դա։ Չէ, ընդհանուր մեր հայկական ֆուտբոլի տեր կա, որը ներդրում է անում, ես դրա համար պատմեցի այն դրսից ներդնողը իրակամքը թելադրելու է մեկը, ոնց ուզում է լինի։ Դա չի նշանակելու հայկական ֆուտբոլի զարգացում, լայնի մասով, չէ։ Հայկականը ես խոսեցի ակումբայի մասին, ես խոսում եմ աշխարհի առաջնության մասին, դա չի կարող այնել է պրոբլեմ լինելու։ Իսկ ակումբները ուրիշ են, ակումբները ովքեր գալիս են, հիմա մեր առաջատար թիմերը, այնտեղ օրինակ նույն Արարատ Արմենիան, նույն Նոանա, երկուսն էլ դրսի մասնագետներ են, մեկը Խորվաթիայից է, մեկը Պորտուգալիայից է, իրենք նույնիսկ շահագրգռված են, որ պորտուգալացի խաղացնեն, եթե կա կամ խորվաթ խաղացնեն եւ այլն։ Այստեղ էլ կա եւ ազգային խնդիր, եւ փողի հարց կա, այնպես որ ակումբային ֆուտբոլը կարելի է զարգացնել, որովհետեւ մարդը գալիս է, ինքը նայած ինչքան փող ունի, այդ փողի հիման վրա, այդ բյուջեի հիման վրա ինքը կարող է կազմ հավաքի եւ հաջողություն ունենա թեկոզ մասնակի։ Իսկ մասնակին որ Արարատ Արմենիան կարողացել է 2 հաղթանակ տանել, արդեն ինքնին ավտոմատ կերպով ապահովել է մասնակցելու Եվրոակումբային 3-րդ մրցաշարին, կոնֆերենցիաների լիգային, որովհետև եթե հանկարծ 3-րդ փուլում դուրս մնաց Արարատ Արմենիան Չեմպիոնների լիգայից, դեռ պետք է մեկ աշճան իջնի գնա Եվրալիգա։ Իսկ Եվրալիգայում էլ այնտեղ արդեն play-off խաղալու ու հետո գալիս է կոնֆերենցիաների լիգա։
Այսինքն ինքնին ինքը արդեն իրավունք է ստացել խաղալու կոնֆերենցիաների լիգա, որտեղ միայն այդ ընդհանուր փուլ մտնելու համար 3 միլիոնից ավելի փող են ստանում։ Եթե կողքի գումարներն հաշում եմ, արդեն միանգամից 4 միլիոն ստանում է։ Հետո այնտեղ էլի դոտացիաներ կան, էլի ուրիշ բաներ կան, միանգամից արդեն 5 միլիոնը երաշխավորված է բանի համար։ Ինչու ասեցի, մարդիկ որ շատերը չեն հասկանում։ Ես արդեն 60 տարի ֆուտբոլի մեջ եմ, եւ հիմա էլ ես աշխատում եմ, թերթ ունեմ, ու ես ավելի խորն եմ ես մտածում, թե ինչու UEFA-ի անդամները բոլորը, մենակ UEFA-ի անդամները չէին 55 հոգի, դեմ էին նաև Հյուսիսային եւ կենտրոնական Ամերիկայի այդ կոնֆեդերացիաները, դեմ է ասիական կոնֆեդերացիաները, ով որ հասկանում է արդեն գիտի խնդիրը, հասկանում է։ Բարձ է։ Ամեն դեպքում լավատեսական հավատով եզրափակենք այսօրվա եթերը։ Կարծում եք լավատես չեմ։ Կարծում եմ հաջորդ անգամ կհանդիպենք աշնանը եւ ինչ որ ուրախ իրադարձությունների ֆոնի վրա։ Մանուկ, ես պետք է կեղծ լինեմ։ Չէ, բայց կեղծել պետք չի։ Ես պետք է կեղծ լինեմ, որ լավ խոսեմ, բոլորին դուր գա, դուր չի գա։ Իհարկե դուր։ Ճշմարտություն պետք է ասես։ դառն է։ Եթե մենք լույս չկա, եթե մենք հաջողության ինչ որ բան չկա, հնարավորություն չկա, կանգնեմ ասեմ, վաղը մյուս օրը նոր Արարատ 73 Չէ, ես ուզում եմ, որ ձեր անկեղծ քննադատական խոսքը, պարոն Բաղդասարյան, ազդի քննադատական չի, ես սա ասում եմ, որ հետևություն անեմ։ Այո, հետևություն անեմ։ Սա իմ ելույթները ուղղված են առաջին հերթին հանրապետության ղեկավարներին, որ ուրիշներին չլսեն, որ այնպես անեն, սպորտն էլ զարգացնեն։ Սպորտը առաջին հերթին ֆուտբոլը դա քաղաքականություն է։ Եթե ֆուտբոլը լավ եղա, մարդիկ կարող է օրվա ընթացքում քիչ հաց ուտեն, բայց ուրախ տրամադրություն ունենան, ֆուտբոլը լավ լինի։ Այո։ Այսինքն երբեք դուրս չտանք կույր լավատեսությանը, լինենք իրատես եւ հավատանք մեր բոլոր դեպքերում ֆուտբոլի առաջընթացին։ Այո։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան։ Ես շնորհակալ։ Armix News YouTube-յան ալիքի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր լեգենդար ֆուտբոլային մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Սիրելի բարեկամներ, սեղմեք զանգակ կոճակը, բաժանորդագրվեք մեր Armix News YouTube-յան ալիքին, որպեսզի միշտ կարողանաք վայելել այսպիսի լեգենդար եւ հրաշալի հյուրերի ներկայությունը մեր ալիքում։ Շնորհակալություն այսօր այսքանը, կհանդիպենք։